հայկական հանրապետություն, որը մեծ հնարավորություններ ունի զարգանալու։ Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է։ Երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրներին 20-30 տարի հետո։ Այսօր ես հանրահավաքի ժամանակ հիշեցի Մելիք Շահնազարին, ով որ Շուշիում ուղակի փանախ իմ հիշելով խանին հող տալով բերեց նրան, որ թուրքական տարը սկսեց ներազդել ներարցախյան գործերին։ Նույնն էլ այստեղ ունեն իրենք նկրտում։ Երրորդ սերունդը Ալիևների ունենալու է նկրտում մեր հայրենիքի մասերի հանդեպ, եթե մենք բացենք այդ դարպասը։ Մեր ասած ինչ է, իհարկե Հայաստանը պատրաստ է առևտուր անել, Հայաստանը պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց Հայաստանը պատրաստ չէ միակողմանի բոլոր խնդիրները, բոլոր պահանջները, ինչ մեր առջև դրվում են, ընդունել, քանի որ ինչքան մենք ընդունեցինք միակողմանի պահանջները, այդքան պահանջները ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորի տարածաշրջանային երկրների կողմից կերաշխավորվի, այսինքն թեկուզ Պարսկաստանի այդ թրիփի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների այո, ուզում եմ ասեմ, ինչպես դուք ասեցիք, պատմական պահ այստեղ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա եւ պետք է ունենա երաշխավոր, մեկից ավել երաշխավոր, քանի որ մեկ երաշխավորը խնդիր է։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի ու դրանով կբերեն իրենք խաղաղություն, բայց զիջելով, ենթարկվելով այդ ազգի հետ դեռ ոչ մեկ խաղաղություն չի ստացել։ Այսինքն դուք եւս մեկ անգամ հաստատում եք շրջանառվող այն տեսակետը, որ իսկապես բախտորոշ նշանակություն ունի մեր երկրի համար։ Սա զարգացման, մեր երկրի զարգացման ապագա 30-40 տարվա ամենակարևոր նշանակություն ունի։ Կարող է 5 տարի հետո, 10 տարի հետո ուրիշ ղեկավարներ լինեն երկրում, բայց այս պահը որոշիչ է զարգացման համար մեր երկրի եւ նաեւ այն մարտահրավերների, որ վաղն ենք տեսնել։ Շնորհակալ եմ։ Անդրադառնանք հանրապետությունում ստեղծված